Քաղաքացիական դատավարության նոր օրենսգիրքը կառավարությունը հավանության արժանացրեց։ Արդարադատության նախարար Արփին Հովհաննիսյանը նոր օրենսգրքի ընդունման պատճառներից մեկը հին տարբերակում եղած թերություններն է համարում։ Տարածում չստացավ արագացված դատաքննությունը, ոչ արդյունավետ են նաև դատական ծախսերի ծանուցումների ընթացակարգերը։ Եվ նախնական դատական նիստի ընթացքում հիմնական խնդիրը պիտի լինի ապացուցման բեռի բաշխումը եւ ապացույցների հավաքումը։ Շատ կարեւոր է համարում այն հանգամանքը, որ ապացուցման պարտականության բաշխումը պիտի կատարվի առանձին իրավական ակտի ձևով, իսկ սա նշանակում է այս պահին այդ ոլորտում, այդ հարցում արկա խորը կոռուպցիոն ռիսկերի նվազում։ Նոր օրենսգիրքը սահմանում է, որ ապացուցման դերի բաշխումը պետք է կատարվի առանձին իրավական ակտով, ինչը պետք է նվազեցնի կոռուպցիոն ռիսկերը։ Հստակ կլինի նաև, թե որ դեպքում առաջին ատյանն իրավունք ունի վերսկսել դատական նիստը, հստակ է նաև, թե որոնք են դատական նիստերի հետաձգման հիմքերը։ Կառավարությունը մերժեց մեկ այլ օրինագիծ, որով մի քանի պատգամավորներ առաջարկում էին առաջին անհրաժեշտության դեղերն ազատել ավելացված արժեքի հարկից։ Ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը հայտնեց, որ վստահ չեն, թե գները կարող են իջնել։ Ենթադրվում է, որ դրա հետևանքով գները կիջնեն, սակայն մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ դեղերի բնագավառում, ի թիվս այլ ապրանքների, շատ մեծ չէ էլաստիկությունը առաջարկի եւ պահանջարկի միջեւ, երբ որ գների իջեցման տեսակետից հնարավոր է, որ արտոնության նույնիսկ տրամադրման դեպքում գների մակարդակը մնա նույնը։ Ավելի պարզեցված պայմաններ կլինեն քաղաքաշինության ոլորտում։ Քաղաքաշինական պետական համալիր փորձաքննությունը կիրականացնի վարչապետի որոշմամբ ստեղծված լիազոր մարմնի փորձաքննական հանձնաժողովը։ Պարզեցվել է նաև երկրորդ կարգի միջին ռիսկայնությամբ շինությունների կանոնակարգումը։ Էլեկտրոնային համակարգին հասնելը շատ ճիշտ կլինի, պարոն Սարգսյան, նաև մենք նվազեցնում ենք կոռուպցիոն ռիսկերը։ Հակակոռուպցիոն ծրագրով առողջապահության նախարարության աշխատակիցները գործից դեռ չեն ազատվել, նրանք մեղադրվում են նախարարության ուղեգրերը տրամադրելու կարգը խախտելու համար։ Կոռուպցիոն գործի բացահայտումից հետո ուղեգրերի ձևը փոխվել է, ավելացել են պաշտպանական մեխանիզմները, որոնք կնվազեցնեն կոռուպցիոն ռիսկերը։ Մենք որևիցե միջնորդություն դեռ չունենք, որ նրանք աշխատանքից ուրեմն ազատվեն կամ դադարեցվեն նրանց լիազորությունը, եթե կունենանք նման միջնորդություն կամ իրենց կողմից ցանկություն կլինի ազատվելու, իհարկե մենք կարձագանքենք։ Անտառների, անտառային հողերի տարածքներով անցնող էլեկտրահաղորդման օդային գծերի անվտանգության գոտիների պահպանման համար կառավարությունը լրացում է կատարել նախկին որոշումներից մեկում։ Վարչապետը հայտնեց, որ կառավարության աշխատակազմի արդյունավետ աշխատանքի շնորհիվ առաջարկվող 2 միլիարդ դրամի փոխարեն հատկացվելու է 20 միլիոն դրամ։ Դիլիջանում էլ կթույլատրվի օծանելիքի, կոսմետիկ միջոցների ու օճառի արտադրությունը։ Հրապարակվել է քիմիական արդյունաբերության բնագավառում թույլատրելի գործունեության տեսակների ցանկը։ 16 թվականի ընթացքում միջին աշխատավարձ 180,000 դրամ, 17 թվականին 200,000 եւ 18 թվականին 220,000 դրամ։ Ավելացված արժեքի հարկը կանխատեսվող, եթե այս ծավալի ներմուծվի եւ հետաձգումի տեղ ունենա, կազմում է 400 միլիոն դրամ։ Կվերականգնվի ու կբարելավի Վանաձոր Ալավերդիով Վրաստանի սահման հասնող միջպետական ճանապարհը, Հայաստանը Վրաստանին կապող մոտ 90 կիլոմետր երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղին նորոգելու համար պահանջվող 102 միլիոն եվրոն կտրամադրեն եվրոպական ներդրումային ու ասիական զարգացման բանկերը։ Մանուիրիցյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։